Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Բայց Հովնանը վեր կացավ, որ տիրոջ երեսից Թարսիս փախչի, և իջավ Հոպե։ Հովնան 1:3 Փոխանակ Նինվե գնալու, որպեսզի խոսքը քարոզեր, ինչպես Աստված էր պատվիրել, Հովնանն իջավ Հոպե, որպեսզի խույս տար դրանից, քանի որ նրան դուր չէր եկել այդ գործը։ Լինում են դեպքեր, երբ Աստծո ծառաները խուսափում են իրենց պարտականություններից, բայց ինչ հետևանքներ է դա ունենում, ինչ կորցրեց Հովնանն իր այդ վարմունքով։ Նախ, նա կորցրեց Աստծո սիրո քաղցր ու սփոփիչ ներկայությունը։ Երբ մենք մեր Տեր Հիսուսին ծառայում ենք այնպես, ինչպես իրական հավատացյալը պետք է ծառայի, մեր Աստվածը մեզ հետ է, և թեև ողջ աշխարհն էլ դեմ լինի մեզ, ինչ նշանակություն ունի, եթե Աստված մեզ հետ է։ Բայց այն պահից, երբ մենք հետ ենք շրջվում և մեր սեփական հասկացողությանը հետևում, հայտնվում ենք ծովի մեջ, սակայն առանց նավապետի։ Այժմ գուցե դառնագին ողբանք և հառաչենք. «Ով իմ Աստված, ուր ես գնացել, ինչպես կարող էի այդքան հիմար լինել ու փախչել քո ծառայությունից, կորցնելով երեսիդ փայլն ու պայծառությունը»։ Դա չափազանց թանկ գին է։ Թույլ տուր վերադառնամ իմ հավատարմությանը, որպեսզի դարձյալ ուրախանամ քո ներկայությամբ։ Երկրորդ, Հովնանը կորցրեց իր մտքի խաղաղությունը։ Մեղքը շատ արագ խափանում է հավատացյալի անդորրն ու հանգիստը։ Այն նման է մի ծառի, որի տերևներից կաթացող թունավոր կաթիլները կործանում են խաղաղության և ուրախության կյանքը։ Հովնանը կորցրեց այն ամենը, ինչով կարող էր մխիթարվել և ինչին կարող էր ապավինել դժվար պահերին։ Նա չէր կարող հուսալ աստվածային պաշտպանության խոստմանը, քանի որ Աստծո ճանապարհի մեջ չէր։ Նա չէր կարող ասել. «Տեր, ես այս դժվարություններին բախվել եմ քո կամքը կատարելիս, ուստի օգնիր ինձ հաղթահարել դրանք»։ Նա հնձում էր այն, ինչ ցանել էր գնալով իր սեփական ճանապարհով։ Քրիստոնյա, մի վարվիր Հովնանի պես, եթե չես ուզում ծովի բոլոր ալիքներն ու կոհակները անցնեն քո վրայով։ Վաղ թե ուշ դու կհայտնաբերես, որ Աստծո գործից և կամքից խուսափելն ավելի ծանր է, քան անմիջապես դրան հնազանդվելը։ Ի վերջո Հովնանը կորցրեց իր ժամանակը, քանի որ այսպես թե այնպես ստիպված եղավ գնալ Նինվե։ Դժվար է վիճել Աստծո հետ։ Եկեք միանգամից հնազանդվենք նրան։